Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում քննվում են տասնյակ գործեր։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատախազությունը 2023-ին հայց է ներկայացրել, պահանջելով բռնագանձել շուրջ 2 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք։ 2025-ի դրությամբ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում և վերջնական վճիռ չկա։ Գործարար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, թեև 2024-ին դատարանը մասնակի վճիռ է կայացրել, նրա ընտանիքի անդամներից բռնագանձելով զգալի գույք և մոտ 1,3 միլիարդ դրամ, սակայն հիմնական գործը դեռևս ավարտված չէ։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ընտանիքի անդամների դեմ հայցը ներկայացվել է դեռևս 2020-ին դրամական և գույքային բռնագանձման պահանջով։ Նրանից կբռնագանձվի 35 միլիոն դրամ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ 2018-24 թվականների ընթացքում ըստ գլխավոր դատախազի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, իսկ 2023-ից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում հանրապետությանն են վերադարձվել ավելի քան 210 միլիարդ դրամի կամ 536 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց։ 2021-25 թվականներին հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա։